պատերազմը դա է եղել։ Բայց այն ժամանակ դու գիտեիր, որ մենք զենք չունենք պատերազմելու համար։ Ես գիտեի դրա մասին։ Մենք գիտեինք, որ մեր գեներալները եւ որոշ զինվորականներ, ասենք 200 կիլոմետր արագությամբ վազելու են փախնեն։ Մենք գիտեինք, որ մեր գործընկեր Ռուսաստանը մեզ չի օգնելու։ Գիտեինք դրա մասին, դու գիտեիր արգելիս։ Ես չգիտեի, ու դու էլ չգիտեիր։ Որովհետեւ էլի Ղարաբաղի հարցը, գալիս եք այստեղ Ղարաբաղն եք ցույց տալի։ Այդ Ղարաբաղի հարցը եղել է, որ մենք անկախ չլինենք։ Ու մենք այդ դրանով ապրել ենք։ Մեր երեխեքին բանակից ազատել ենք, որովհետեւ պատերազմ չէր կարող լինել։ Որտեւ ռուսը կզանգեր այդ պատերազմը չէր լինի։ Իսկ Ղարաբաղում ապրողները գիտեին, որ ռուս խաղապահները, որ եկան մի քանի ամիս հետո իրանց դուրս են հանելու իրանց տներից։ Ղարաբաղից մարդ կա, գիտեիք, որ տենց են անելու։ Բա Հայաստանը ձեր կողքին եղավ, որ եկաք ստեղ։ Դե բա Հայաստանը պետք է լիներ ձեր կողքին, որ գայք ստեղ։ Չէ, տենց չի։ Ես ձեր Ղարաբաղի իշխանությունների հետ շատ մոտ հարաբերություններ եմ ունեցել։ Արդեն լավ չի։ Չէ, ինչն է լավ։ Այսինքն դուք չեք, դուք ասում եք, որ այն իշխանությունը, որը եղել է Ղարաբաղում չի ներկայացրել ձեզ ժողովրդին։ Ճիշտ եմ հասկանում։ Իսկ այդտեղ Հայաստանում իշխանությունը ներկայացնում է իր ժողովրդին։ Մեծ տարբերություն է, նկատել եք։ Իսկ Ղարաբաղի ես չեմ լսում ինչ եք ասում, հետո չեմ լսում։ 10-ի չեմ լսում հարգելիս անկեղծ։ Ասում Հայաստանի նախկին իշխանություններն էլ ոնց որ ժողովրդին չէին։ Իհարկե չեն ներկայացրել, դրա համար այսօրին ենք ասել։ Իսկ ով ասաց, որ ներկայացրել են։ Իսկ Ղարաբաղի հայ բնակչությանը հանելու պլանը եղել է Հայաստանի Հանրապետությունը վերացնելու մասին։ Ամբողջ պլանը եղել է նրա մասին, որ կոնֆլիկտը տեղափոխել այս 29743 քառակուսի մետրի վրա։ Նպատակը դա է եղել։ Հայաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ, որտեղ արդեն ռուս կամ, չգիտեմ, այլ խաղապահները կգան եւ բան կանեն, խաղաղություն կապահովել ճակերտավոր այս տարածքում։ Բա մենք պետք է, բա այդտեղից մենք ու Ղարաբաղից եկած հայերը ուր պետք է փախնեինք, ստեղից ուր պետք է փախնեինք, Վրաստան։ Ես ուզում եմ դուք այս ամեն ինչը իմանաք ու հասկանաք։ Ես չեմ ուզում, որ դուք սիրեք ինձ, ես չեմ ուզում, որ դուք ինձ ընտրեք, ես չեմ ուզում, որ դուք էմոցիաներ ունենաք իմ հանդեպ կամ որևիցե մեկի հանդեպ։ Ես ուզում եմ դուք մտածեք։ Ես ուզում եմ դուք մտածեք։ Դնեք էմոցիաները, անունները մի կողմ եւ մտածեք։